Աննախադեպ է անվանում ուժեղ Հայաստանը երեկվա խորհրդարանական ընտրությունները ընտրախախտումների ծավալով։ Ըստ ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Գոհար Մելոյանի, թե բովանդակային, թե տեխնիկական բնույթի խախտումները ազդել են ընտրության արդյունքների վրա։ Սրանք ժողովրդի կամքը արտահայտող եւ արտացոլող թվեր չեն։ Ուժեղ Հայաստանի կենտրոնական շտաբը հիմա գույքագրում է ձեռքի տակ եղած տեղեկատվությունը, որ դրանց իրավական ընթացք տրվի։ Այն մարդիկ, ովքեր ունեն արձանագրած դեպքեր, որ սարքի վրա մատնահետք են թողնել եւ սարքը չի աշխատել։ Այն մարդիկ, ովքեր տեսել են, որ սարքի տված կտրոնի վրա թիվը եւ իրենց ցուցակի թիվը չի համապատասխանում։ Այն մարդիկ, ովքեր այլ խախտումներ են արձանագրել, այն մարդիկ, ովքեր հասել են ընտրատեղամաս եւ անգամ չեն թողել, որ իրենք քվեարկեն, բոլորը ձեր տեղեկատվությամբ դիմեք մեզ։ Քվեարկության ժամանակ կիրառվել է վարչական ռեսուրսը պետական եւ համայնքային լծակներով, այս մասին Facebook-ում գրել է ուժեղ Հայաստանի մամուլի խոսնակը։ Ըստ Մարիան Նաղարամանյանի, իրենց թիմը 3 ընտրությունների ամբողջ ընթացքում հանրապետության տարբեր տեղամասերից ստացել է ընտրախախտումների մասին ահազանգեր։ Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների վրա։ Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ։ Մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հաղթանակի եւ միանձնյա իշխանություն ձևավորելու մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։ Ղարամանյանը հիշեցրել է, որ ընտրական գործընթացը տեղի է ունեցել ուժեղ Հայաստան դաշինքի նկատմամբ զանգվածային ճնշումներով եւ հետապնդումներով։ Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների եւ թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամ արտահայտության վրա։ Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը, պնդում է ուժեղ Հայաստանի թիմը։ Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այսօր շնորհակալություն է հայտնել իրենց ընտրած քաղաքացիներին։ Շնորհակալ ենք ձեզանից առույցի պես պայքարելու համար։ Շնորհակալ եմ այն տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներից, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս 2 օրը, որպեսզի քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կարողանա իր գործերը անի ընտրական process-ի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզանից, դուք ձեր միջոցով, որ մեր ազգը կարողա իր պաշտպանողականությունը պահպանել։ Մենք էլ հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ։ Ուժեղ Հայաստան դաշինքի կենտրոնական շտաբը հիմա վերլուծում է իրավիճակը, որի ավարտից հետո կներկայացվի դաշինքի դիրքորոշումն ու հետագա քայլերը։ Լիլիթ Գասպարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։